Բոլորիս հետ էլ պատահել է գնել կամ ստացել ենք նվեր, իսկ հետո պարզել, որ չափսը կամ գույնը համապատասխան չէ։ Նման դեպքերում բախվում ենք այն հարցին, թե որ խանութից է գնված նվերը։ Թեև 14 տարի է արդեն սպառողների իրավունքների պաշտպանության մասին հստակ ամրագրում է մեր իրավունքները, բայց դեռ կան խանութներ, որոնք ունեն իրենց չգրված օրենքները։ Փաստ է, օրենքը գործում է այն բոլոր պարագաներում, երբ քաղաքացին գիտի իր իրավունքները։ Եղել է խանութներ, որ չեն համաձայնել, բայց ոնց որ երբ որ ասում ես, որ դու այդ օրենքին տիրապետում ես, կարծես համաձայնում են։ Որ վերադարձրեցինք, պետք է հետ վերցնեն, դա էլ չեն անի։ Հագուստը գիտեմ, որ 14 օրվա լավ խանութներում 14 օրվա ընթացքում։ Կան խանութներ, որ ուղղակի իրանց օրենքներ ունեն ու հետ չեն ընդունում։ Կոնկրետ չեմ կարծեմ որոնք, բայց կան շատ։ Եթե իրավունքը գիտակցում ես, այդ դեպքում խնդիր չես կարող ունենալ։ Նախորդ իրանք պայմանավորվում են ինձ հետ, ասենք հետ վերադարձնելու կամ փոխանակելու պայմանով վերցնում են կտույց։ Կան բացառություններ ապրանքների հետ կապված, բայց դրանք օրենքով սահմանվում են։ Դրա համար գոյություն ունեն իրանց մոտ այնտեղ հանդերձարաններ, որտեղ կարող ես մտնել, նայել, տեսնել քեզ դուր է գալիս թե չէ նոր գնել։ 14 օր, չէի իմանում, ես գիտեի հաջորդ օրը մինչև կարող եմ վերադարձնել։ Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել։ Օրենքի իմացությունը կարող է ազատել ձեզ երկար բարակ բանակցություններից եւ տհաճ իրավիճակներից։ Ձեզ համար արդեն որպես սպառնալիք չի հնչի նաեւ գնված ապրանքը ետ չի ընդունվում գրությունը։ Վերջինի դեպքում նախատեսվում է փոխել մեր իրավունքները հարգող գրությամբ։ Մշակվում է իրավակարգավորում, որը հստակ կսահմանի, որ տնտեսվարողները, որոնք ոչ միայն կտեղադրեն սխալ, այլ չեն տեղադրի այն վահանակը, որը կսահմանի իրավունքները, սրա համար ենթարկվեն պատասխանատվության։ Սպառողների իրավունքների կոպիտ խախտման հաճախ հանդիպող մեկ այլ դեպք է ժամկետանց մթերքի վաճառքը։ Մի անգամ խմորեղեն եմ հին, այդա տարել եմ վերադարձել, որտեղ մեջը լրիվ կանաչ էր։ Շատ բարեհամբույր հետ են ընդունել, վերցրել են, ներողություն են խնդրել։ Երկու անգամ եղել են, էլի տես փոքր խանութներում, ոչ սուպերմարկետներում։ Եք արել։ Հետ են վերադարձել, ընդունել են։ Ճիշտն ասած ուղղակի թափում եմ, տենց չեմ բանանում, պայքարում իմ իրավունքների համար։ Մթերքի դեպքում նայում եք ժամկետի։ Անպայման։ Եղել են դեպքեր, որոնց Իհարկե, ետ եմ վերադարձրել։ հիմնականում ակցիաների տակ եղած սնունդն է, որը հնարավոր է ժամկետ տանց լինի, բայց ուշադիր եմ, չի եղել։ Հետևի շարքում տեղադրվածներն եմ նայել, որոնք որ ավելի նոր արտադրության են եւ ժամկետի մեջ են։ Պատշաճ որակի սննդամթերքը կարելի է ետ վերադարձնել, եթե նրա վրա նշված չեն այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են բաղադրությունը, ծավալը, կալորիականությունը, պիտանելիության ժամկետը։ Բացի այդ, ցանկացած տեսակի սննդամթերք պետք է ունենա հայերեն մակնշում, անկախ արտադրման երկրից։ Այնուամենայնիվ օրենքը վերանայման կարիք ունի, այստեղ հաշվի չեն առնվել սպառողների բարոյահոգեբանական վնասները։ Բացում ենք ապրանքը, տեսնում ենք բորբոսնած է, փչացած է, մեջը տարական է, չգիտեմ, այլ զզվելի բան, մենք ընդհանրապես կարող ենք վերադարձնել եւ ստանալ մեր վճարած գումարը, այսինքն մեր արդյոք վնասը միայն մեր վճարներ, ստրեսը եւ այլն, այսինքն բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտներ դրված չէ, հետեւաբար ամբողջական վնասի գնահատում չկա եւ հետեւաբար վնասի փոխհատուցման իրավունքը դեռ ամենաչկարգավորված ֆունդամենտալ խնդրեմ։ Բախվելով սպառողի իրավունքների խախտման հետ կապված խնդրին, մենք հաճախ չգիտենք ում դիմել։ Ծայրահեղ դեպքում այդ մասին գրառում ենք կատարում համացանցում, հույս ունենալով, որ այն կունենա մեծ տարածում եւ կհասնի հասցեատիրոջը։ Օրինակ անվտանգության իրավունք, պարենային ապրանքների մասով ապահովման մի հիմնարկ, ոչ պարենի մասով ապահովման մի հիմնարկ, դեորայքի մասով ապահովման մի հիմնարկ, որակի մասով միանումա 4-րդ հիմնարկը եւ մենք կարող ունենանք բողոք, որ ըստ էության լինի միանգամից 4 պետական գերատեսչության տիրույթում եւ չկա այն մեկ պետական մարմինը, որ համակարգելու է գոնե, որ այս 4 մարմինը ամեն մեկն իր մասով կատարի այն աշխատանքը, որը թույլ կտա հավաքագրել են տեղեկատվությունը, որի հիման վրա կարողանանք բուն արդեն շահերի պաշտպանության զբաղվել։
Պատշաճ որակի ոչ բարենային ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքը գործում է միայն այն պարագայում, երբ նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հաստատող փաստաթուղթը։ Եղեք իրազեկ եւ մի թույլ տվեք դիմացինին խախտել ձեր իրավունքները։